հարցեր արդեն հնչեցվեցին, որոնք էլ ես պատրաստվում եմ հնչեցնել, չնայած առիթ ունեցել եմ բազմաթիվ հարցեր հնչեցնելու։ Հիմա տեսեք, սկսեմ մեթոդաբանական երկու հարցից։ Բոլորը, Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչները ինչ որ փուլում համահարթ կերպով նույն վճարն են վճարելու։ Մեր ժողովուրդը տարբեր եկամուտ ունի, չէ՞, մեր հասարակության յուրաքանչյուր անդամ տարբեր եկամուտներ ունեն։ Մեկը 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, մեկը 200,000 դրամ աշխատավարձ, բայց բոլորի համար որոշվել է համահարթ վճար։ Ուզում եմ հասկանալ մեթոդաբանական առումով, որքանով էր սա տեղին, որ եւ 1 միլիոն ստացող աշխատավարձ ստացող մարդն է վճարելու փաստացի 130,000 վճար եւ 200,000 ստացող կամ մինչեւ 200,000 ստացողը։ Հա, որ համել բան լինի, էլի չկորցնենք ընթացքը հարցի եւ պատասխանի։ Տեսեք, այո, ընդհանուր առմամբ երկու մոդել կա ապահովագրական, մեկը հիմնված եկամուտների վրա տոկոսի գանձման տրամաբանությամբ, այսինքն աշխատավարձից որոշակի տոկոս է գանձվում ապահովագրական առողջապահական ծախսերը հոգալու համար։ Մյուս մոդելը ֆիքսված ապահովագրավճարն է եւ մենք ընտրել ենք այս մի տարբերակ, այսինքն ունենալու ապահովագրական փաթեթի մեկ ֆիքսված արժեք, բայց այստեղից ունենալու տարբերակված սուբսիդավորման համակարգ ելնելով այդ ձեր նշած աշխատավարձի չափից։ Տեսեք, մենք այս ուրեմն մեր համակարգում առաջին տարվա մեկնարկային արդեն իսկ տարբերություն ենք դրել, թե ֆինանսական բեռի առումով 200-ից 500,000 դրամ ստացողի, 500-ից 1 միլիոնի եւ 1 միլիոնից ավել ստացողի համար։ Այսինքն դրել ենք այս ընդհանուր արժեքը, ստեղից արդեն սուբսիդավորումով բերել ենք սոցիալական այս ոնց էր այդ բառը հավասարություն չէ, այլ համերաշխության, սոցիալական համերաշխության սկզբունքը պահպանելու համար։ Ինչու ենք ընտրել ֆիքսված արժեքը, որովհետև ըստ էության, երբ որ դու չունես երկար տարիների ապահովագրական, անգամ 100-ամյա ուրեմն պատմություն, մարդկանց համար կոնկրետ փաթեթ, կոնկրետ արժեքի դիմաց ստանալը շատ ավելի պարզ ընկալելի է, շատ ավելի հասկանալի եւ ձեռքբերումը ինչ է ձեռքբերում, ինչի համար է վճարում եւ ինչ է ստանում, շատ ավելի մոդելը պարզ եւ հստակ է դարձնում։ Ապահովագրավճարի շրջանակներում ուրեմն հետագայում էլ պետությունը այսօր օրինակ որոշել է, որ 65+-ին 100% է սուբսիդավորում։ Հաջորդ տարիներին կարող է սուբսիդավորման հավելյալ, ինչպես ասեցիք, չէ, մինչև 200,000 դրամ ստացողների համար ես վստահ եմ, որ կախված բյուջետային միջոցներից եւս գործելու են սուբսիդավորման ճկուն մեխանիզմներ։ Այստեղ ենք մենք այս բալանսը ապահովում։ Լավ, ես հասկացա մոտեցումը, միայն այստեղ մի դիտարկում պետք է անեմ Տիկին Ավանեսյան։ Երբ խոսվում է սուբսիդավորման մասին, այսինքն օրինակ, երբ քաղաքացին կարող է հետվճարը ստանալ, ես վստահ չեմ, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը տեղյակ է այն պրոցեսներից, որ թե ինչպես դա պետք է կազմակերպվի, այսինքն զինապահին տրվող գումարը հիմա եթե պետք է վերաուղղվի այստեղ, մարդը ոնց է դա կազմակերպում։ Ես կարծում եմ տեղեկատվական շատ մեծ բաց կա եւ մեր ժողովրդին պետք է մանրամասն տեղեկացնել, որովհետեւ իմ տպավորությամբ ավելի մեծ հաշվարկ է դրած նրա վրա, որ մարդիկ չեն էլ կարողանալու դրանից օգտվել, որովհետև մեծ հաշվով տեղեկացված չեն նման հետվճարային համակարգի մասին, այսինքն հաշվարկը այն է, որ մարդկանց մեծ մասը չի գնալու այդ գումարը վերցրի, հետևաբար մնալու է պետական բյուջեում եւ նկատի ունեմ մեծ բացը կա, եթե հնարավոր է դրա վրա պետք է աշխատել։ Հաջորդը, որ մեթոդաբանական առումով ուզում եմ հարցնել 65+-ի մասով է։ Հիմա տեսեք, մեծ հաշվով, որքանով ես եմ հասկանում, հիմա պատվերի շրջանակներում ներառված են երեխաները, որոնք նաև այս փաթեթի մեջ են։ Մի փոքր կարող է ծավալի փոփոխություն լինի, բայց հիմնական երեխաները կան, հաշմանդամություն ունեցող անձինք կան եւ միակ հիմնական սեգմենտը, որ ավելանում է 65+-ն է։ Եվ հետեւաբար պետքա տրամաբանություն լինի, ինչու 65+։ Ես կհասկանայի, եթե դա լիներ 63+։ Թոշակառու, եթե թոշակառու է մարդը 63+-ից պետք է սկսի։ Հետևաբար ես այստեղ նաև առաջարկում եմ, որ հաշվարկը արվի ոչ թե 65+-ի տրամաբանության, որտեղ ինչ որ տրամաբանություն պետք է մեթոդաբանական հաշվարկ պետք է այդտեղ լինի, այլ 63+ անձիկ ներառվեն առաջին փուլով ծառայություններից օգտվելու համար։
Նայեք, այստեղ վերցված է հիմքը ոչ թե կենսաթոշակային տարիքը կամ կենսաթոշակ ստանալու փաստը, որովհետև մարդիկ կան, որ ստանում են կենսաթոշակ ոչ թե 63-ում, այլ շատ ավելի վաղ։ Այստեղ էլ օրինակ կան, որ 45-ից այլ մասնագիտական, այո, թոշակ են ստանում։ Այո։ Եվ տրամաբանությունը ունենալ տարիքի 65+-ը, դա կախված է մեր բյուջետային հնարավորություններից, այսինքն մեր հաշվարկները եւ մեր կարողությունները այս պահին բյուջեի հնարավորություն են ընձեռել մեզ ներառելու 65+-ը 400,000-ից ավել քաղաքացի։ Սա իսկապես շատ մեծ թիվ է եւ որպես առաջին մեկնարկային խումբ կարծում շատ մեծ հանձնառություն է։ Իհարկե նորից եմ կրկնում, մենք տեսնում ենք մեր երկրի զարգացման ընթացքը, մեր բյուջեի եւ տնտեսության աճը եւ վստահաբար, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու է մնալ առողջությունը եւ կրթությունը որպես մեր երկրի ներդրում իրականացնելու հիմնական ուղղություն եւ սա է։ Այս պահին մեր բյուջեն հնարավորությունները այսքան են։ Բավական մեծ է։ Քանի հոգու մասին է խոսքը, Տիկին Ավանեսյան, եկեք պրակտիկ մինչև 100,000 հոգու։ Իսկ այդ 100,000-ից քանիսն է, որ աշխատող 200,000 եւ ավելի աշխատավարձ է ստանում եւ ցես տենես մտնելու են այս ցանկի մեջ։ Եթե դա անենք, դա կարող է շատ քիչ թիվ մնա։ Անել եք։ Տիկին Գյուրական, մենք այս որպիսի ստանանք 1000 ու մի ձև ռակուրսներով հաշվարկներ են կարել։ 1000 ու մի ձև տարբերությունը, որի ճարը չենք գտել։ Դե Տիկին Գյուրական ջան, 400,000 հոգու ճարը գտել ենք եւ այդ ա եղել մեր հնարավորությունը։ 100,000-63-ից 65 տարեկանների մեծ մասը հիմնականում աշխատող են եւ չի բացառվում, որ դրանցից բավականին մեծ քանակություն 200,000 եւ ավել աշխատավարձ ստացող կլիներ։ Իսկ նաեւ այն մյուս սոցիալական խմբերի մեջ կարող էին մտնել հաշմանդամություն, տակը ինչ կմնա։ Կարող է շատ քիչ թիվեր, միգուցե այդ ռիսկին գնալ։ Իհարկե։ Տիկին Ավանեսյան, ես շարունակում եմ պնդել, որ պետք է աշխատել 63+-ը հենց առաջին փուլով ներգրավելու համար, որովհետև իմ գործընկերներն էլ արդարացիորեն նշում են, որ 100,000 մարդու մասին է խոսքը։ Հիմա եթե 400,000 գումարած երեխաներ, գումարած հաշմանդամություն ունեցող անձինք ինչ որ ձև հաշվարկվել է, այսինքն եթե օրինակ 12,600-ի փոխարեն 13,000 դրվեր, եթե այդ գումարը, այսինքն հաշվարկ անեինք, հնարավորություն կգտնվեր միանշանակ, որովհետև երբ որ ասում է 65+, պետք է բոլոր թոշակառուները, այսինքն տրամաբանություն պետք է լիներ, հստակ մեթոդաբանություն պետք է լիներ, որ 63+-ը բոլորը ներառված լինեն առաջին փուլով։ Ես հիմա սա, չգիտեմ, գրավոր առաջարկների նաև հնարավորություն է լինելու, սա ներկայացնել եմ նաև գրավոր առաջարկությունների տրամաբանության մեջ։ Հաջորդը ծածկույթի մասին շատ խոսվեց, բայց հիմա տեսեք, ես իհարկե որպես ազգային ժողովի պատգամավոր հասկանում եմ, որ պետք է օրենքը ընդունվի, հետո համապատասխան որոշումը կայացվի, թե ծածկողականությունը մանրամասն ինչպիսի տեսք պետք է ունենա։ Բայց ազգային ժողովի պատգամավորը օրենք ընդունելիս դա իր ձեռքի տակ պետք է ունենա։ Հասկանալու համար ճիշտ հաշվարկ արված, ճիշտ հաշվարկ չի արված։ Օրինակ, եթե սոցփաթեթը 36,000 է, սա էլ մոտավորապես 130,000 է պետպատվերը։ Բա մեր ձեռքի տակ չլինի, հասկանանք, հիմա օբյեկտիվ process է գնում, թե այստեղ ինչ-որ խնդիրներ կան։ Ես առաջարկում եմ, մինչև օրենքի ընդունումը, իսկ դա լինելու է հաջորդ շաբաթ, ազգային ժողովի պատգամավորները հասանելիություն ունենան այդ փաթեթին։ Եթե օրենք ընդունելուց հետո դուք պետք է գնաք կառավարության նիստում դա հաստատեք, նշանակում է դուք արդեն աշխատել եք։ Պետք է ձեզ մոտ լինի, չէ՞, փաթեթը։ Ես ճիշտ եմ հասկանում, չէ՞, դուք փաթեթը արդեն ունեք։ Եթե փաթեթն ունեք, կարծում եմ պատգամավորներին փոխանցելու խնդիր չի առաջանում։ Տիկին Գրիգորյան, դուք որպես պատգամավոր իրավունք ունեիք այս տարիների ընթացքում հարցում ուղարկել եւ նախագծային փաստաթղթերին վերաբերյալ կունենայիք հավելյալ պատասխաններ։ Այս նորից եմ կրկնում, ես իմ խոսքում ասեցի, հարց նորից տալու կարծում եմ կարիքն էլ չկա։ Ես շեշտեցի, որ հաշվարկները
մեթոդաբանությունը, դրանք ամբողջական մի փաթեթ են, որոնց վրա մենք զուգահեռ աշխատել ենք, աշխատում ենք։ Դրանք օրենք ընդունվելուց հետո կվերջնականացվեն եւ արդեն կդրվեն կառավարության քննարկման եւ ընդունմանը եւ կլինեն հասանելի։ Եվ ընդհանրապես օրենքները ընդունելուց հետո ենթաօրենսդրական ակտերին կարծում եմ ազգային ժողովը ծանոթ չի լինում, երբ որ օրենքը ընդունում է։ Օրենքը ընդունվում է, հետո ընդունվում են կառավարության որոշումները եւ դառնում են դրանք հանրային։ Ձեր առաջի առաջարկի հետ կապված, գիտեք, այստեղ բան չի էլի, որ այսպես ասես, դե լավ մի քանի հոգի են, դե լավ մի 10,000 դրամ, դե լավ մի 1000 դրամ, բա չկա այս ամբողջ աշխատանքը մանրակրկիտ կոպեկ հաշվարկի արդյունք է, որ հնարավոր է դարձել 400,000-ից ավել քաղաքացիների ներառել ապահովագրական համակարգ։ Մենք այդպես մոտավոր բաներ չենք կարող անել եւ ընդհանրապես մեր սկզբունքն է լինել իրատեսական, մեր տված այն ինչ որ մենք երաշխիքներ տալիս ենք, որպիսի լինեն դրանք հստակ եւ իրական։ Այո, մեր ցանկությունն է եղել ոչ թե այսօր, այլ 90 թվից, որ մեր բոլոր քաղաքացիները ունենան առողջության հասանելի ծառայություններ։ Հիմա այս տարիների ընթացքում դրանք ավելացել են եւ այս համակարգն էլ հեղափոխական մոտեցում է բերում, նորից եմ կրկնում, 400,000-ից ավել քաղաքացիների կյանքում։ Չէինք ուզի, որ բոլորը լինեին, իհարկե կուզեինք, եւ ուզելով է, որ մեր նաև վճարած հարկերի շնորհիվ է, որ մենք կարողանալու ենք հոգանք մեր քաղաքացիների առողջական ծախսերը։ Հիմա եթե մենք բոլորով, ժողովուրդ ջան, մեր բոլոր հարկերը պարտաճանաչ վճարենք եւ ավելի ու ավելի մեր պարտաճանաչությունը մեծացնենք, ապա կկարողանանք ապահովագրենք նաև 63 տարեկանից ավել, 60 տարեկանից ավել քաղաքացիներին։ Սա մեր որոշումն է, սա մեր քաղաքացիների որոշումն է։ Շնորհակալություն։ Ունեք էլի հարց ունեք Տիկին Գրիգորյան։ Այո, թողեք շարունակեմ, դեմ չեք, չէ։ Տիկին Ավանեսյան, ես առաջարկում եմ իմ կոնկրետ հարցադրումներին եւ առաջարկներին ոչ թե տեղափոխել պաթետիկ ելույթների դաշտ, այլ կոնկրետ արձագանքել։ Օրինակ 64 տարեկան մեր սիրելի հայրենակիցը ինչու հիմա չպետք է ստանա այդ նույն պաթեթը, ինչը ստանում է 65+-ը։ Դուք ասում եք, դա հաշվարկի հարց է, էլի հաշվարկի հարց է, բա ասում եք 4 տարի աշխատում ենք, 4 տարվա մեջ նենց աշխատեիք 63+-ից լներ։ Բայց ձեր աշխատանքը ո՞նց է դրսևորվում, ես դա չեմ կարողանում հասկանալ։ Կամ է որ ասում եմ, փաթեթը պետք է արդեն ձևավորված լինի, ասում եք մենք դեռ աշխատում ենք։ Հասկանում եք, հունվարի 1-ից մի ամիս հետո process-ը պետք է սկսվի, դուք դեռ փաթեթ չունեք ձևավորած։ Եկել եք ազգային ժողովի։ Տիկին Գրիգորյան, չէ, բայց դուք եք մանիպուլյացիաներ մի արեք եւ իմ ելույթներին գնահատականներ մի տվեք։ Ձեր պաթետիկ հարցերին ես կպատասխանեմ։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ խոսեք հերթով։ Ես էլ դա առաջարկում իմ հերթն էր խոսելու։ Տիկին Ավանեսյան, եթե հունվարի 1-ից սկսած պետք է process-ը առաջ գնա։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դուք մինչև հիմա ոնց չեք ձևավորել արդեն այդ գնացուցակները, ծածկույթ, օրինակ ես սոցփաթեթի մասով հանել եմ։ Ամբողջ ցուցակը կա, գիտենք, որ ծառայության համար ինչքան գումար է նախատեսված, սոցփաթեթը իր մեջ ինչ է ներառում, պետպատվերն իր մեջ ինչ է ներառում։ Հիմա ինչ մի դժվար բան կա, եթե մի ամիս հետո պետքա գործընթացը գնա։ Արդեն դա պատրաստած լինեիք, մեզ էլ փոխանցեիք, մենք էլ իմանայինք, ձեզ էլ գովեինք, ասենք, ես ինչ լավ փաթեթ եք ներկայացնում։ Ինչն է խնդիրը, այսինքն դուք չեք տեսնում, որ դուք ուղղակի մեծ բաց թողում եք ունեցել։ Այսօր ուզում եք ազգային ժողովի պատգամավորը քվեարկի մի օրենքի համար, որի ամբողջական պատկերացումը դուք այս բանին դեռ չունեք, ասում եք մենք աշխատում ենք փաթեթի վրա։ Ես դա կարծում եմ շատ մեծ բաց թողում է։ Ուրեմն ես նախ կխնդրեմ իմ խոսքերը չխեղաթյուրել եւ ես ձեր հարցին կոնկրետ հստակ պատասխանեցի եւ ձեր հարցին պատասխանեցի 4-րդ անգամ այլ մարդկանց պատասխանների շրջանակներում։ Փաթեթները կազմված են, դրանք նախագծեր են, կառավարության ենթաօրենսդրական նախագծեր են։ Ենթաօրենսդրական նախագծերը կվերջնականացվեն, երբ որ օրենքը կհաստատվի։ Մենք, հարգելի Տիկին Գրիգորյան, ազգային ժողովում էլ դեռ օրենքը փոփոխության
հնարավորություն ունենք։ Դուք եք ասում, որ գրավոր առաջարկների դեռ տեղ կա։ Երբ որ երկրորդ ընթերցմամբ օրենքը կհաստատվի վերջնականապես, ապա մեր նախագծերը եւս դրան կհամապատասխանեցվեն, գուցե կարիքը չլինի որևէ բան փոխելու եւ կդրվեն կառավարության քննարկմանը։ Ես այս պատասխանը 4-րդ անգամ հնչեցնում եմ, դուք ասում եք դուք չունեք փաթեթ, բայց դա ճիշտ չի։ Ես չեմ ասել նոր աշխատում ենք։ Ես ասեցի, որ բա փոփոխությունն էլ աշխատանք ժողովուրդ ջան։ Այո, մենք դեռ ենք աշխատում, աշխատել ենք, աշխատելու ենք, ել ավելի շատ ենք աշխատելու, որովհետև շատ մեծ բարդ համակարգ ենք ներդնում։ Եվ շարունակեմ։ Նորից եմ ասում, որ այս ապահովագրական համակարգը իրենից շատ բազմաշերտ եւ ծանր համակարգ է, որին մենք նախապատրաստվում ենք կառավարության հենց ձևավորման հաջորդ օրվանից էլ, որովհետև այն միայն ֆինանսավորման մեխանիզմ չէ։ Այն, որ մենք արել ենք կապիտալ ներդրումներ, այն, որ մենք արել ենք լիցենզավորման համակարգի վերանայում, այն, որ ներդրել ենք էլեկտրոնային դեղատոմսեր, այն, որ արել ենք անհատական լիցենզավորման համակարգ, այդ ամեն ինչը նաև հանդիսացել է նախապատրաստական աշխատանքներ, որ ունենանք ապահովագրական համակարգ։ Մենք աշխատել ենք,